Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական թողարկումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Կարող եք կիսվել բարձր դասանի երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացնում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Հաղորդումը կազմված է 3 մասից, ինչպես միշտ վերլուծական, Հայաստանից, միջազգային եւ պատմական։ Հարգելի հետևորդներ, ես բոլորիդ գրածները կարդում եմ, 1000-ից մեկ ալում, որ մեկի գրածը չեմ կարդում, այդ որ պահանջում եք, մենք Հայաստանից ամեն տեղից էլ ենք լսում, հարգելիս, սա պատվերով համերգ չէ, սա վերլուծական ծրագիր է, դուք լսում եք, ուրիշը չի լսում, ես խոսում եմ ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, այլև աշխարհի բոլոր տեղերից, շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր գրանցվողներին եւ նրանց, ովքեր միշտ նայում են, շատ ուրախ եմ, որ աշխարհի բոլոր մայրցամաքներից նայողներ կան։ Սկսենք հաղորդումը։ Ուրեմն ամենաառաջինը ուզում եմ անդրադառնալ երեկվա միջադեպին, որը սարքեցին արդեն շոու եւ այլն, հիմա սկսում են դիվիդենդներ քաղել։ Խոսքս գնում է, որ ակտիվիստին ծեծել էին, հա, Չախոյան Արթուրին, ծեծել էին Արթուրա թե Արմանը կներեք, անունը չհիշեցի, պահի տակ, հա։ Ծեծել էին հիմա, պարզվում է, որ ծեծողը թաղապետը Վազգենի խորթքրոջ Արամիկի նշանակած թաղապետն է։ Եվ մի անգամից դուրս եկավ Վազգենի քրոջից ավելի իրեն տղամարդ ավելի լպիրշ պահող մեկը, իրենց այն կովածին, Ան Խաչատրյանը ինչա, այդ կովածին, որ ասում է, որ ես հպարտանում եմ մեր տղամարդկանցով։ Ուրեմն, ընդհանրապես տղամարդ չտեսած տիկին ես, օրիորդ ես, ինչ չի հետաքրքրում ինչ ես։ Դու կյանքում տղամարդ չես տեսել, որովհետև եթե դու տղամարդ տեսնիր, նախ քաղաքապետարանում նիստի ժամանակ մեր ընտանիք չէր հայոյի, եւ տղամարդ տեսնելու այդ ոնց ասեմ, sense գերձգտումով չէր ուզենա որևէ մեկին գովել, որ տղամարդը գա քո մոտ։ Այլ բաներ չասեմ, քո մասին այնքան է ասվում բոլոր տեղերը, որ իմ ասածը դրանց մեջ 0.1 միլիարդերորդ կաթիլ է։ Դու տղամարդ չես տեսել, քանի որ քո տեսած այդ տղամարդի 20 հոգով ցանկացած մարդուն ծեծողը, դա տղամարդ չի, դա ղզիկ է։ Դա ինչ ասեմ, շալվար հագնելու իրավունք էլ չունի։ Չնայած շալվար հագնող շատ տղամարդ կոչեցյալներ կան ձեր իշխանության մեջ այլ օրենտացիայի են։ Ես հիմա շարունակում եմ սա, որ տղամարդ բառը 20 հոգով ծեծելու հետ կապ չունի։ Էլի եմ կրկնում, ես չեմ գնում կուսակցական պատկանելության եւ այլն։ Նախ ինքը Քոչարյանն է սարքել, էսա սարքել։ Հետո ելույթ է ունենում այն լրագրող կա մի հատ նվտվան ձենով, Նիկոլին այնքան եմ նմանացնում։ Հիմի Նիկոլական չէ, համենայն դեպս իրան շատ եմ նմանացնում Նիկոլին, ինձ թվում է Նիկոլական էլ է, ստից հակառակ խաղում, ինչի Նարեկ անունը, որովհետև Նիկոլի այդ փնթիները, ովքեր ուզում են ինքնահաստատվի, գնում են Նարեկի մոտ։ Հիմի կանչել է լրագրողը, քույրիկ Արամը գնացել է մոտը եւ ասում է, որ այս ամբողջ կռվի մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է։ Ասում է Ռոբերտ Քոչյանը 3 օր կազմակերպել են, հայոյել են, այս կռիվը եղել է։ Ուրեմն քույրիկ Արամ, խոսքս գնում է քեզ, քանի որ քո ենթականները քո նման ապուշի հետ մեկնելուց, որևէ գործի գնալուց, թաղապետ կամ բան, կուտը կերան, չտես բոմժից բերելով, հասցնելով, փող ստանալ, մեքենա պատավատ եւ ընկավ կրակը։ Այո, ես մի բան կասեմ, սա Նիկոլ Փաշինյանի, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչյանի սարքածն է, բայց մեղավորը դուք եք։ Ոչ թե ասում եմ Արթուր Չախոյանն է իրանց սարքածը, չէ։ Այդ մարդը եկել էր նախ 3 օր հայոյել եք այդ մարդուն։ Ճիշտ է, հեռախոսը վերցրել, ինչ ասես հայոյել եք։ Հետո եկել էր թաղապետարան, դու թաղապետանի մեջ մտած մարդուն, 2 հոգով էին թե 3 հոգով էին, դու թողել ես ընդամենը մեկին եք ծեծում, տեսագրությունը կա, քեզանից կապիկություն, ղզիկություն, այդ գեղցի հոգեբանությամբ թուրքի
շան աչքերը շակալի ու մաշկիտ գույնը մի խառնի իրականության հետ։ Ասма մեզ մեղադրում են, որ Քոչյանը Պողոս Պողոսյանի սպանեց, մենք այդ Հաղապետանում մարդ ծեծեցինք, քվի տեղանք։ Ուրեմն ոչ Քոչարյանն է մի բան, ոչ է դու, ոչ է Նիկոլը, ոչ Սերժը, ոչ է քո պապա Լևոնը բոլորիդ պապ։ Բարձա, այստեղ համեմատելու բան չկա։ Քոչարյանը ծեծելով սպանելա Պողոս Պողոսյանին, որի համար մի հատ դաշնակ չկա, որ հելնի կանգնի երեսիս, ասի Գագո դու սխալ ես, մենք դեմ ենք եղել Քոչանին, միշտ հետն են։ Նույն հաջողությամբ երջանկայի հիշատակ Մկրտչյան, Արթուր էր, եթե չեմ սխալվում, Արցախի ազգային ժողովի նախագահին, որ Քոչյանը գնդակարեց, էլի ոչ մեկ չի ելի ասել։ Դաշնակները սուս են այս հարցով, հասկանալի է։ Ես սա ասում եմ Քոչյանը սուրբ չի, դու մի արա ամեն ինչ գցի։ Մա Քոչյանը մեղավոր է ծեծելու համար, որտեվ 2011 թվին թե 9 թվին եսի ինչ ա եղել։ Ուրեմն քույրիկ Արամ, դու ասում ես, որ Հայաստանի սահմանին կրակում են, Քոչյանն է մեղավոր։ Ես չեմ հերքում, որ ոչ Քոչյանը, ոչ Սերժը, Նիկոլը, Լևոնը բոլորն է մեղավոր են, որտեվ իրենք ուղղակի ջհուդի թուրքի ռուսի տակ կզած պարտերից չորեքթաթ ինչ ուզում անում են, սա հարցի մյուս կողմն է, բայց քո իշխանավորը, պետական պաշտոնյա է, իրավունք չունի չափերն անցնի, մանավանդ, որ ասես դու լավ տղա չես, ասես լավ տղեն դու չես, ցույց տվեցին ու սկսեցին խփել ու դուրս թռան ծեծին, բաներսը ժողով էր, վեդ ոնց դուրս թռան ծեծին։ Էնպես որ քո գլխին սարքվում է ամենամեծ գործերից մեկը, քույրիկ Արամ, աղբորդ խփելու մեջ քո մատը կար։ Կարող է դու չես անմիջապես ուրախացել, դու հիացած էիր, որ դու դառար վարչապետ, երբևի անուղեղ, փնթի, ղզիկ Յուբկովին վերին տվին վարչապետ, էդ էլ Քոչան ենք սարքին գլխի։ Դու այդքանից հետո չես հասկանում, որ քաղաքականության մեջ դու չպետք է մտնեիր, որտեղ դու ինչ անում ես սարքվում է քո գլխին։ Դու ԱՊՀ նիստում ասում եմ, այդ կենացդ մինչև այսօր չեմ մոռանալ, էլի կբարձրացնեմ, որ ասիր Վազգենը կենթանի լիներ, կասեր Արամ հելի սգրի, այդ այնց սգրի ԱՊՀ նիստին բանից քաղաքականությունից, դու ինչ ես հասկանում, ֆռացել են Կիրգիզիայի ղեկավար ասում էր, էսի հաստատ Վազգենի աղբերն է, 100 անգամ հարցրեց, ասի հա, էսի Վազգենի աղբերն է, ասում եմ հա, հասկանալի է։ Այսինքն դու այն ժամանակ արդեն փչացար, ինչի քեզ բերին դրին, որ փչացնեն քեզ, ցույց տան քո փչացած դեմքը։ Հիմա դու նորից քո թմով մտել ես խաղի մեջ, ընկել ես, ուզում ես դուրս գաս, քույրիկ Արամ, դու Հայաստանի Հանրապետության հետ ընդհանրապես ինչ գործ ունես։ Նախ քո կուսակցությունը հանրապետություն է, բայց թուրքական, ոչ թե Հայաստանի։ Երկրորդը դու շուռնուխը գոռում ես, թե շուռնուխը Հայաստան չէ։ Դու աղբորը Տարցանը թողեցիր այնտեղ, որ թուրքերը ելն են գլխին կեղտոտեն։ Այս կարգի խորտ աղբեր, ես մենակ Ադրբեջանին ու Թուրքին ու ջհուդին ու ռուսին կցանկանամ։ Հələ ռուսին կարող է այդքան չէ, ինչքան ջհուդին ու թուրքին։ Այ քեզ բան, դու եկել ես հիմա Հայաստանի սահման, Հայաստան, դու ով ես։ Դու փչացար։ Էսի սարքվել է Նիկոլի, Սիրժիկի, Ռոբի եւ Գերագույն հրամանատար Լևոնի միջոցով։ Արամչիկ, քեզ փչացրին։ Արամ քույրիկից վերածելու են գաղութում իրոք քույրիկի։ Համբեր ես արանք, էլի։ Ձև չկա, որ դու ես արանքը չգնա։ Ուրեմն դատական գործ են հարուցել։ Ճիշտ է, բռնել էին, հետո բաց թողեցին Չախոյանին, դատական գործ են հարուցել Թաղապետի վրա եւ Մեսրոպ Մանուկյանի վրա Քոչանի թիմից, այն ավականին, որ միշտ դուրս ա գալիս խոսում է։ Ուրեմն ժողովուրդ, մի հատ այսպիսի բան, ասում է Մեսրոպ Մանուկյանը մասնակցել է մասսայական կռվին։ Ես ոչ մեկին չեմ պաշտպանում։ Քոչյանը Հայաստանի համար 1 թշնամին է, Սերժը համար 1 թշնամին է, Լևոնը համար 1 թշնամին է, Նիկոլը համար 1 թշնամին է։ Ու նրանց ոտների տակ խաղացողները, բայց ճշմարտությունը մնում է մի հատ։ Մեսրոպ Մանուկյանը ծեծ ու ջարդի մեջ կար, որտեղ տեսակ Մեսրոպ Մանուկյանի խփել։ Եթե Մեսրոպ Մանուկյանը լիներ ծեծ ու ջարդի մեջ, հիմա մի հատ էլ Արյան Զեղում եւ այլն ինքներ ստացել, կամ ուղեղի ես իմ ցնցում։ Այսինքն ես ուզում եմ ներկայացնել իրականություն։ Բերեք ճիշտը խոսենք։ Մենք Քոչարի ազգային վերածնունդ կուսակցությունը դատապարտել է ցանկացած քաղաքացու լինի ակտիվիստ, թե որևէ բան ծեծի միջոցով ինչ-որ հարց լուծել է։ Սենց եք ձեզ ժողովրդավար Եվրոպա գնում, բա Եվրոպան տեսակ ինչ արեց գլխների։ Իմիջիալոց հեսա հերթով կասեմ, Նիկոլ Փաշինյանի, Սերժի հավասար գործողությունները Հայաստանի Հանրապետության հանդեպ։ Բացի նրանից, որ
հողերը տարածքները վերացան, մարդկանց սպանությունները եւ այլն։ Հերթով գնում եմ, այնց որ քույրիկ եւ քո նման քույրիկներով ուրիշ բաներ մի սարքեք մարդկանց գլխին։ Բարձա։ Հիմա անցնենք մյուս հարցին։ Տեսեք։ Ուրեմն Վիտո Այդ որ Վարշավիր չես ունեցել մանկուց ոչխարի մկրատով գլխլղել են գլուխդ, նամակես վրե Պուտինին, որ քո օգնությամբ հայերը կվերադառնան Արցախ, Վիտո դու թուրքի վիժվածք ես, բոլորս գիտենք, դու թուրքի լամուկ ես, գիտենք։ Դու ՊՊՑ գնդի ժամանակ սարքեցիր, որ նորմալ տղեկին, ընդեղ հետևից խփեցիք ոստիկաններին, Վիլյանին Պավլիկին տարան կողեն Բերտ, դուք իրար հետ Բևեր Սևերի կոչեցյալների հետ։ Սա մեկ, դու չճանաչելով Ֆեյթուլային, որ ամբողջ Հայաստանն է ճանաչում Հակինազի, իբր ընդունել էր դու են Արշակ Զաքարյանը, ինչ է ոչխար են, որ գլխաթասակա դնում թուրքի պես, այդ լրբի տղու հետ, բերեցիք, մտցրեցիք իբր լրագրող, թե ինչի էր Ադրբեջանից եկել, բանը, Բերձոր, Աղավնո եւ այլն։ Աղավնոն հանձնեցիք, հետո դուրս գալուց, մենք բոլորս տեսանք, օրենքով Վիտո, քեզ պտի հենց տե Հակարի կամուրջի վրա, քեզ պտի ձև էին։ Սյամոյին ձև էին, որտեղ Սյամոյի վարորդը նստած անդեղ Սյամոն ազատ է։ Դու մի բան է թուրքերին հայելով դուս եկար, այդ թուրքի վիժվածք, այդ թլփատված թուրք, դու դիմում ես արցախցիներին, որ տանես հիմա էլ լրիվ այդ մարդկանց գնդակը արես, հա քո խելքով։ Սա շարունակությունն է մի հատ հետաքրքիր բանի, հարգելիներս։ Սա մի հատ հետաքրքիր բանի շարունակություն է։ Ռուսաստանը սկսել է խիստ ակտիվացնել Հայաստանի, որ ասում են Կիրիլենկոյա, ինչա, Հայաստանի հարցով, որ Քոչարն ու Սերժը կան, իրենք ոնց քցե բռնել են, համարել են, որ Քոչարն ու Սերժն են ըստ ճիշտը, բայց հիմա ուզում են Քոչանին բրթեն, Սերժը տակից խախտա, հիմա ասում են ես մեղ չունեմ, ստից կռիվ են սարքում, իբր Քոչոն ու Սերժը իրար թշնամի են, ասես կապիկություն, Նիկոլին Էսավերը եւ են։ Բայց իրականում նույն այս ամբողջ գործողությունների մեջ, նույն, ով է մեղավոր գալիս, էլի, գալիս է Ռուսաստանը, որպեսզի Նիկոլին հիմա վատ անեն, հիշում եք Սերժը ոնց կնաց, ես սխալ, Նիկոլը ճիշտ, հիմա Նիկոլը կելնի կասի, ես սխալ, Քոչարյանը ճիշտ, բայց այս ամբողջը փաթաթելու են ժողովրդի վզին, ժողովրդը, չգնաք ընդհանրապես այս Էժան պրիմիտիվ խավ ես ասել եմ, ռուսական կագեբեն մինչև հիմա աշխատում է Ձերժինսկիի պլանով, 100 տարի անց է աշխարհում շատ բաներ է փոխվել, ռուսական կագեբեի սիստեմը չի փոխվել, որովհետև Զարամյալ Բիձեկ են նստած, հանձինս Պուտինի, իրենք ինչ սովորել են, ուղեղներն են մարզմատիկի տակ, նույն ձևով ցանկանում են արունով անել, իմիջիայլոց արուն հեղելու շատ հոյակապ ծրագրեր ունեն Քոչարյանը, Սերժը, Լևոնի գլխավորությամբ, Նիկոլը, ժողովրդի առաջին հարցը հենց հիմա կասեմ, հենց հիմա ցույց կտամ, նայեք, ուրեմն այսօր մայիսի 1-ն է, նախ շնորհավորում եմ բոլոր մարդկանց մայիսի 1-ին, աշխատավորներին եւ մնացած բոլորին, ով որ ասում է այսօր իմ տոնը չի, ուրեմն ինքը լրբի տղա է, որտեվ սա, եթե չլինի աշխատողը, դու չես կարող ապրես, այ ոչխար Սա գիտեն ում եմ ուղում, որտեղ տես մեր կոքի իմ դեմը ասել են, ու ես ասել եմ իրանց։ Ուրեմն աշխատավորների տոնին Երևանում գնում է շքերթը, մի հատ բռնաբարված է զավակ, գալիս է հայոյում այդ կանանց, ու ոստիկանությունը չի բռնում։ Գնում են վիդեոները կա, չեն ձերբակալում, ապա զգետնեք, փրեք ասֆալտին, խշտղեն սիգնալ տվեց, եկակ հանիք պարկծրիկ գետնին, ընդամենը սիգնալի համար փնթի ձեր ոչ լոտ Նիկոլին, պագոնը կրելու իրավունք չունեք դուք, պագոնի պատիվը պահելու իրավունք չունեք դուք ուղղակի հերթական շարքային ոչիլներն եք։ Բա բռնեք դրան, էդ ում մարդն է, որ գալի հայոյում է հասարակ քաղաքացիներին։ Բռնեք սատկացրեք հենց այդտե, որ ժողովուրդը ասի մալադեց, այս ոստիկանների վրան 320 միլիոն դոլար փող են ծախսել այս քանի տարին, 320 միլիոն, ու կարողանում են ոստիկանը աշխատել, բախեք ղզիկի պես հետևից վար, հələ մի րոպե, ծաղիկ տայեք, այդ տղեն լավ չէր, պետք է ֆռար մի հատ այդ ձեզ ասել, այդ փնթի ոչիլի տղեն, մի մարդ, որը կնոջ է հայում, էդի լրբի վաստակա ու անծանոթին։ Բանանեք, պարկսնեք գետնին, թե իրար հետ վերցնեք մտնեք այդ արանքները, լիքը գեյ կլուբ կա, ոստիկանության ներկայացուցիչներ, մտնեք իրար բավարար էիք։
Բայց այդ մարդուն պարկեցրիք գետնին։ Ոչ մի բան չարիք, մարդը սիգնալ էր տվել։ Դե ձեր համար կա մի բան, ով որ Նիկոլի կոշիկի ծերին կպնում է, դուք դառնում եք ճակերտավոր առուց, հոգունեջ ներսը մկնիկ։ Բա բռնեիք, բա ինչի չեք բռնում։ Չեք ձերբակալում այդ լրբի տղուն։ Երկրի քանդման բոլոր ծրագրերը ձեր ձեռքում է։ Ոչ մեկը տեսօրվա դրությամբ չեք հիշում Պերմյակովին։ Պերմյակովը դրեց Գյումրիում ընտանիքը գյուլեց Սերժը ձև էր տալիս, կբռնեք ամենավերջին ձևով, բռնեց նվիրեց ռուսներին։ Բայց ղզիկությունը չեք հիշում, ասում եք Սերժիկ Սարգսյանը Հայաստանի լավագույն ղեկավարն է, մեկն է տղամարդկությունն է գովում, հələ աղջիկ կին չդառած, այնքան գովեց կին դառավ արդեն մի դեպուտատը, քասախցի աղջիկը։ Դե արի մի բուկետ բերանդ բացի սրանց վրա։ Բա Հայազգին սպանելու քանի ձև կա։ Արցախյան նախնական քարորյան սարքեցիք որպես ստուգողական տեսնեք Արցախում ովքեր են կանգնում զինվորն ու միջին զինվորականությունը դրանց մեջ սկսեցիք սարքել, որ կոտրել դա։ Բարյա Սերժիկ, Պերմյակովը ուր է։ Չհաշված մնացած բոլոր սպանությունները Նիկոլ Փաշինյան ամսի մեկով սպանություն է եղել քո իշխանության ժամանակ 21 թվականին այդ սպանությունը կատարվել է քո իմացությամբ քո շահական գումարի միջոցով այդ մարդիկ ձևական դատված են մեկը մի հատ խփում է տանում եք 10-15 տարի դատվում եք սպանության համար 8 տարի դատական գործ եք հարուցել 8 տարի մեջը փայկակ այդ 8-ը հեսա մի 2 տարի լանցնի կհանեք միջից Բայց ոնց ալնում, որ իմ գիտակցված, տաք զենքով իմացված, սպանության համար հոտվածը լինում է 8 տարի, նախորոք պատրաստված մի քանի զենք գնաց։ Հետո դուք որոշում եք, որ այդ զենքը ծախվել է, այդ մարդը ուղղակի այդ խնդիր ունի, բայց զենքի խանութները հաթաթ դրեք, բերեք, դատեք։ Եթե մարդը ուղղակի այդ խնդիր ունի, բերեք, դատեք։ Զենքը ծախողներին Բա ոչ այնա դատվում, այն էլ գժի թղթի տակ է դրել 8 տարի է դատվում սպանության համար, միտումնավոր կերպով սպանության համար, հա։ Բա երկրում sense բաներ է կատարվում։ Շարունակությունը տամ այսօրվա Արին Բերտային թափի հացատամը, որ գիշերը մտել է մի հատ 27 տարեկան Գևոր անունով տեղացի, մի հատ լրբի զավակ ուզել է մատուցողուն տանի, մատուցողուն չի համաձայնվել, դանակը հանե պայլավերն, տնօրենը եկել է, շիշը խփել է տնօրենի գլխին, տնօրենը ուշագնաց եղել։ Բա Գևորի քեզ ինչ է սա այն թափից դեղանող, նարկոս, լրբի տղա, բա Դու ինչ իրավունք ունես sense նախարար ուր ես ասում ես ես ամենա պրոֆեսիոնալն եմ ես ինձ համարում եմ գործի լավ մասնագետ թող մարդիկ կովեն Մենակ այդ պիրոյի ունքերով հիմար դեմքով գրիմ արած մանգալը, դա, բա շիշ բռնող գողական աշխարհին քեզ են դրեն այո։ Էս ինչա կատարվում, արա։ Էս ինչա կատարվում, ոչ մեկ քեզ ոչ միտեղ բանի տեղ չի տնում։ Դու չկաս, որ թաղում ինչ ուզում արվում է։ Դու պիտի նախորոք կանխեիր տեսնելով, եթե դու գողական աշխարհին վերահսկող ես, դա միշտ է դրվել է պետության կողմից։ Դու պիտի կարողանար այն թափում դնել մարդիկ, որոնք վերահսկեն այդ իրավիճակը, որ խաղաղ լինի։ Ինչի գողական աշխարհին, հանցագործ աշխարհին վերահսկելը դες խաղուպար բան է, բանից հսկեր սպանությունը ծեծուճար չլինի։ Մարդկանց աշխատանքի ժամանակ դանակով չմոտենան, թե հետս չգաց, դանակը կկոխեն փորդ։ Հիշեցնեմ, բոլորի տանուղեր այդ նվնվան ձեներին, գոմիկացած ձեներին կապ չունի, մուսկուլ է գցե թե չէ, բա ախրանիկ ես ուզում քո համար պետական։ Դու հանցագործ աշխարհի փողոցի վերահսկողն ես, քեզ ախրանիկ ես ուզում պետական։ Հիշեցնեմ, այդ գործողության համար Գերմանիայում այդ տղեն աշխատելու էր ՑՄԱ, հատուկ պետական վերահսկողության տեղը, տնօրենին վճարելու էր ամիսը 700 եվրո փող, իսկ այդ աղջկան վճարելու էր 15000 եվրո միանվագ փող, կամ էլի աշխատավարձով։ Հիշեցնեմ օրենքը, որ դեբիլ ուղեղները մտնի։ Ընկել եք բանակին շատ ասում, մեկ էս եք անում, ով որ ազատվելա պետք է տանենք բանակ էս է։ Այդ բանակի օրենքի մասին էլ ասեմ, ժողովուրդ մեռանք ասելով, դուրս ունենք 58000 տղամարդ։ 58000 տղամարդը Հայաստան, որ չի ծառե, զրոյացրեք, թող գան ամուսնանան, երեխա ունենան։ Եթե մարդը 2 երեխա էլ ունեցավ, ժողովուրդ, ես շատ մարդիկ գիտեմ, որ Հայաստան ուզում են կան ամուսնանան, մնա կարա չէ թեկուս հայը շատացրեք, դուք ինադու եք անում հիմա, փողերը շատացում եք նորից բերում եք, որ ընդհանրապես այդ մարդիկ Հայաստան չգան, դատական գործ կհարուցեմ այն մարդուն, ով որ դուրսնա,
Ոնց է հարուցելու Գերմանիայում ապրող հայի վրա դատական գործ։ Հարց. Ինչ ես ներկայացրել, եթե մարդ ունի Գերմանիայում ապրելու իրավունք, Գերմանիայում աշխատելու իրավունք, Ամերիկայում եւ մնացած տեղը։ Քեզ ով է շանտեղ դնում քո փնթի վիճակին։ Հարց. Ոչ մեկ։ Հիմա դու այդպես ինադու ես ամ որ այդ 58000 տղեն չգան, որ Հայաստանում դրանք չդառնան 200,000։ 58000 տղա կին երեխեքով մարդ 4-ով հաշվեք ժողովուրդ ջան։ Միջինը 200,000։ 3-4 տարվա մեջ։ Դու այսինքն 200,000-ով մի օրենքով կրճատում ես, էս էլ քո թուրքի ջուդի տակ պարկած, բերանը բաց ընտանիքով պարկած մասը։ Հասկանում եք, չէ՞, ես ինչի մասին եմ ասում։ Այս օրենքը փոխվելու է Քոչարի ազգային վերածնունդ կուսակցության գալուց հետո, համաներում է շնորհվելու բոլոր այն հայերին, ովքեր ծառայության համար գնացել են, համաներում է լինելու մի շարք թեթև հանցագործությունների համար, մարդասպանությանների գործերը վերանայվելու է, որը սխալ է արվել, ճշտվի, որը հակառակ է, քիչ են տվել, շատացվի։ Սա միանշանակ է լինելու։ Իսկ Հայաստանի բանակում պիտի լինի պրոֆեսիոնալներ, հիմա այդ մասին կխոսեմ, նաև Իսրայելի բա, համբերեք ուժեղ ինֆորմացիա ունեմ Իսրայելից։ Այս ամբողջ բաների վրա դուք եկել եք շարունակում եք։ Հիմա նույն շարունակությունը տամ նաև Կրեմլի ձևով։ Ինչ է գնում մայիսի 9-ի շքերթին։ Մայիսի 9-ի շքերթին գնում ես ինչի համար։ Նիկոլ, որովհետև պապաները տասել է չես կարա չգնաս, Եվրոպան էլ ասում է թուղթը չի տվել, հələ տենանք Նիկոլը ընդ ինչ կեղտ ատում, բառացի տենց էլ ասվում է։ Նիկոլը տենանք այնտեղ ինչ հարցեր է կուլ տալիս։ Դե ხო չէին ասել Զուքանից հանում է Պուտինի մատով լպստում է։ Ինչ հարցեր է, նոր մենք Եվրոպայի հարցը կլուծենք Նիկոլի։ Այսինքն հենց թեթև ճնշին են, որ ասում եք Նիկոլը ռուսի դեմ է։ Այ փնթի ոչիլներ մի քանի հոգի։ Նիկոլը ռուսի դեմ է, գնում է պարկի տակ ամսինի։ Նիկոլը չի կարա չգնա, որտեղ արդեն հայտնելա կգնա, ցուցակը տպել են ով է գնալու։ Բանը մայիսի 9-ի Ռուսաստան Պուտինի ցարի ոտները լպստելու, ոտի եղունգները ատամներով կտրելու։ Պարզա։ Ու այսօրվա դրությամբ Ադրբեջանը տպում է ու ասում է, որ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ վերջին հրամանն է կատարվելու է Ադրբեջանի, այսինքն սահմանադրությունը փոխվելու է, որի միջից տարածքային նախ մենք պահանջ չունենք, բայց Ադրբեջանի հանդեպ ոչ մի պահանջ չի լինելու։ Ուրեմն ես ձեզ հիշեցնեմ, որ սրա ընդհանուր գործելակերպի գերագույն ղեկավարը Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ եւ Ռոբնեն Նիկոլը իրականացնող կատարածու։ Այսինքն Նիկոլին պահելու էր այնքան ժամանակ մինչև էս անցկացնի ու գանացան, ահա, էլ մենք չենք կարանել։ Քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը երրորդվա մեր եթերում Ստեփան Հասան Ջալալյանը հատ ներկայացրեց, որ Հայաստանի բոլոր 4 ղեկավարները դեմ են եղել Արցախի անկախությանը եւ Արցախի ապրելուն։ Նրանք բոլոր ուզում էին, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Փաստաթղթերով, օրերով, ժամերով ներկայացրել է Ստեփան Հասան Ջալալյանը։ Կարող եք այդ հաղորդումը նորից նայել, ասվածը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը 35 տարի այս տականքների ձեռքի տակ եղած ժողովրդին վերջական կետը դնելու է, կփախնի, չի փախնի, կխփեն, չի խփի, արդեն էլ էական չի։ Նիկոլ Փաշինյանը այս կետերը օրական միտումնավոր կերպով ցուցադրական երկրի վիճակը վատացնելու համար ասում եմ քեզ, դու կարաս փախնես մենակ 15 հոգով, էլ 20-ով չես փախնելու, 15 հոգի, նա այքան ընտանիք է, 6-ը դու ես, հաշվեն 11-ի մեջ ով է մտնում, հաշվեն 9-ի մեջ ով է մտնում։ Հիմա մեկը կտակը կգրի, այս արագ խոսալուցս, Գագիկ ջան, մաթեմից թույլ ես, հա, մաթեմից թույլ եմ շատ։ Փոխաբերական։ Պայտակ որ մարդ խոսում է, սխալ ասում է, եկեք տանաս տակը մի հատ դեբիլ, նստած, թուղթ ու գրիչը ձեռը, գումարում է, ահ, ես գտա։ Կամ անվան մի տառը սխալսան, եկե մի 10,000 հոգի էշեշ կգրեն, այս ինչ է, այն ինչ է, գրող ու սև ցավ, հաղորդում լսեք, մի տառի համար այդ իմաստը չի փոխվում։ Անցնենք հիմա այս հաղորդման մյուս մասին, հարգելիներս։ Քոչարյանի պալատական հելի ունքերով այ մարդ, այս ունքերով մարդկանց այսքան որդից եք ճանում, ասես կպածարա Մորբելյան փաստաբան ասում է, բանը ոչ մեկ իրավունք չունի մարդու կյանքի ընթացքում ձեռք բերված ունեցվածքը հետ վերցնի Քոչարյանի համար։ Նախ այ Օրբելյան, արա դու մի խոսացրա էլի Քոչանի ժամանակ ուրդեիր որդային ինչ էր, ինչ չնչին գործերի մեջ էր էլի, այն ավելի միջի չոպն էիր տան։ Այն որ պոլը ավլում են, մի հատ չոպ որ ջարդվում է գցում է զուքան, այդ ավելի չոպն էիր։ Դու հիմա ինչ ես ուզում ասես, ուզում ես քեզ որպես բրթած Քոչանի միջոցով ու օրենքներով Ռուսաստանով բան պահպանված Քոչանին, ասես որ ինքը ոչ մի բան չի խլի, ամեն ինչ ճիշտ է։ Գոնե ամոթ է, գոնե նենց արա, որ քեզ որպես փաստաբան հետո հարգեն։ Ասես փաստաբանները չեն հարգվում։
Գոնե նենց արա, որ հետո հարգեն, սենց փաստաբաններ չեն հարգում, հիշի արա։ Քեզ վաղուց եմ ճանաչում դու ինձ։ Գոնե այս կարգի մի չի էլի։ Նմանվում է սեն Սերժեն Աննային են քասախցի դեպուտատ, որ ասում Սերժը տղամարդ էր, Սերժի ժամանակ կոռուպցիա չկար, գոնե այդքան մի չի, տղա ջան, նենց արա, որ Քոչանը այսօր միսօր Քոչան չես տանում, զոհերա որ տալիս է, դիակների վրով անցնում, Քոչանը դիակասեր է, Սերժելա դիակասեր, Լևոնն էլ, Նիկոլն էլ 21 թվից հետո քանի դիակա թողել, այն խեղճեղի աղջկան սպանեց մինչև այսօր դատական գործ չկա գցին ավտոյի տակ սպանեցին։ Այնց որ մի դարի հերթական արանքի ապրանք Գևորգ Կուտոյանին սպանեցին Սերժի եւ Նիկոլի համատեղ գործարքով մի դարի այդ մեջտեղի արանքի ապրանքը։ Գևորգ Մեհերյանին սպանեցին Սերժի ու Ռոբերտի հրամանով։ Մի դարի այդ միջանկյալ Գևորգ Մեհերյան կյանքում չես դառնա, նախ դու կյանքում այդքան դուխ չունես, ոնց որ Գևորգն ուներ, խոսալուց բոլորի հետ։ Ու չունես այդքան չափանիշ, որ որևէ գործ անես։ Պալատական չստիկլնելը լավ բան չի, Արամ Օրբելյան։ Հիմա ասեմ, անցնենք միջազգային հարցերին։ Նախ ուզում եմ ներկայացնել Իսրայելի ազգային ժողովում տեղի ունեցած Լիբերմանի ելույթը, ամենամեծ հակահայի ելույթը, բայց ելույթը գնում է Նաթանյահուի դիմաց եւ Նաթանյահուն կատեգորիկ ձայն չհանեց։ Ասես Նաթանյահու ու շատեր լսեք են, որ ես ասում եմ միշտ իրար հետ կապված են։ Դու ես մեղավոր Քաթարի գումարները փոխանցելու Համասին, դու ես օժանդակը որ փողերը փոխանցվի, քանի որ պետությունը գտնվում է քո ձեռը, բանկը էլի Գազայի մնացած Պաղեստինի բանկերը առանց քեշ չեն կարող, դու ես փոխանցել։ Դու ես համաձայնվել զենք փոխանցելու իբր չես նկատում Համասին, դու ես համաձայնվել Հեզբոլայի հետ գործարք գնալուն, հիշում եք երբ եմ ասել, Մոլեն գնաց Նաթանյահուի հետ պաչիկ-պուչիկ եղավ Իսրայելի պատերազմից 3 օր առաջ, Արցախը հանձնեն 3 օր հետո Մոլեն գնաց պաչիկ-պուչիկ եղավ 3 օր հետո կռվը սկսավ։ Ասեց ամեն ինչը դու ես մեղավոր, եւ դու ես մեղավոր ազգի ոչնչացման համար։ Նաթանյահուն ձեն չանեց եւ օրգանների եւ մնացածի համար։ Հաջորդ ինչի մասին ուզում եմ ասել, նախ Երուսաղեմում կրկին անգամ հարձակում ա եղել հայկական թաղամասի վրա, վիդեոները կա, էջս գցել եմ, սա դատապարտելի միջոց է, սրա համար պատասխան են տալու սև ուժերը, կապ չունի ինքը կլինի Սիոն թե Մասոն, Ժորժան, ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ։ Հիմա կներկայացնեմ այդ փաստը։ Պատասխան եք տալու ամեն մի հային վնաս տալու համար։ Եղեռնը կազմակերպելու հայոց, իրագործելու հայ ազգի հանդեպ դարավոր թշնամության համար։ Պատասխան եք տալու բոլոր այս սիոնամասոնական ղեկավարներ, հիշեք, որտեղ ձեր ծրագիրը ավարտվել է։ Փաստը հասիդների կողմից ցույցներ, որի ընթացքում ոչ միայն Իսրայել, ոչ միայն եվրոպական երկրներում, որոնք ցուցադրաբար վառում են Իսրայելի դրոշը, Նիկոլ մի հատ բողոք հայտնիլ է, լեմա թափում մի հատ բողոքի ասա, ինչ եք վառում Իսրայելի դրոշը, այ, հասիդներ, մի հատ ձենհա, վառում են Իսրայելի դրոշը, ասելով որ սա մեր հետ կապ չունի, սիոնիստների ծրագիրը համար 1 թշնամությունն է Իսրայելի ժողովրդին։ Համար 1 թշնամությունն է, դուք այնպես եք անում, որ աշխարհը տրամադրվի մեր դեմ, ոչ միտեղ մեզ չեն ընդունում, ոչ մեկ մեզ չի հարգում, դուք ամեն տեղ այնպես եք ձեզ սպանում, որ բոլոր ազգերը ատեն, բոլոր երկիրները քանդում եք, դրա համար մեզ աշխարհում ատում են։ Ու վերջին տվյալներով հասիդների ներկայացվում է, որ հրեաների թիվը մաքսիմում, ովքեր իրանց համարում են հրեա, բայց ոչ Իսրայելի կողմնակից, հասնում է 13 միլիոնի, մաքսիմում, հասկացաք չէ, ոչ Իսրայելի կողմնակից, բոլոր իրար է 13 միլիոն, այսինքն այն, որ մեր հարգարժան պարոն Բեկլարյանը ասեց, որ ցանկացած ծրագիր ունենում է իր ավարտը, ոնց որ բան թուրքիզմը մենք տեսանք ավարտը, բան իսլամիզմը խայտարակություն շուտեր պրծե, եւ սիոնիզմն ու մնացած օթյակներ մասոն եւ այլն, սա բառացի ապացույցն է։ Բառացի ապացույցն է խասիդների կողմից, վիդեոները տարբեր տեղեր կամ բաց կարող եք բացել նայել։ Հաջորդը ինչին ուզում եմ անդրադառնալ, Իսրայելում ցույց տվեցին ինչպես են տանում տղաներին բանակ։ Ես այս կադրերը Իսրայելի հանդեպ չէի տեսել։
Մայրերը լացելով, գոռալով, այդ տղեկը գոռալով, հանելով բանը կեպիները շպրտելով, ոստիկանները ծեծելով, զինվորականները ծեծելով, լացուկոց, խփոց, քարերով խփում են ավտոներին եւ այլն, տանում են։ Այսինքն Իսրայելի բնակիչը չի ուզում գնա բանակ։ Չի ուզում գնա այդ ձևով, ինքը չի ուզում որ լինի։ Մարդիկ պայքարում են, թող լինի պրոֆեսիոնալ եւ Իսրայելը պարտավոր է պաշտպանի միայն իր սահմանները եւ ինչպես հասիդներն էին գոռում ճանաչեք Պաղեստինի անկախությունը, մենք այդ հարցից պրծնենք աշխարհում այդ հարցից պրծնենք մենք 80 տարի արդեն համարյա 78 տարի պատերազմի մեջ ենք, մենք 4-րդ պատերազմի մեջ ենք, ուզում ենք խաղաղ ապրենք, մենք չենք ուզում որ մեզ իրենց ասելով եղերն են արել, մեզ հայտարարեն եղեռնագործ ու եղեռնագործը հայտարարվելու ենք միանշանակ, ոչ միայն Պաղեստին, այլ նաև հայերի առաջինը, որը դուք եք արել, դուք եք արել։ Եվ այս իրավիճակի վրա նաև երևում է, որ ես ինչ-որ ժամանակին ասել եմ, որ ինչու է գտնվում մարդու օրգանների առևտրի կենտրոնը Իսրայելում, այդ քաղաքը, որովհետև աշխարհի բոլոր հրյաներին, երեխեքին, մանավանդ հիվանդոտ, իսկ հրյաները, որ ամուսնանում են տարբեր ձև այլասերվածությունների մեջ, երևի տեսել եք երեխաները հիվանդոտ, միշտ լինում են նիհար, գծուց ու զզվելի, 1000-ից մեկն է լավ լինում, դրանց բոլորի օրգանների վաճառքը կատարվում այս քաղաքում եւ ցույց տվեցին նաեւ այդ պայմանը, այնպես որ սա Իսրայելից եկած լուրն է բաց տեքստով, ոչ թե իմ։ Այն ինչ ես 3-4 տարի ասում եմ, արդեն բաց տեքստերը տալիս են։ Պարզա։ Իսկ ինչ վերաբերվում է դրուզների հարցին, տեսեք, մի հատ հետաքրքիր բան եղավ։ Այնպես չի, որ Իսրայելը արդեն կործանվավ, հանգիստ նստեք, չէ, ժողովուրդ ջան։ Ամեն ինչ ուրիշ չափանիշ է։ Քանի որ ֆինանսավորումը գնում է Իսրայելից, դրուզները, ասել եմ, հարավային Սիրիայի հարավային մի մարզ իրենցն է, մոտ 5-6000 քառակուսի կիլոմետր, պատերազմի հիմիկվա արյունահեղ պահին պահանջում են, որ խնդրում են Եվրոպային եւ պահանջում են, որ աշխարհը ձայն տա միջազգային զորքեր մտցնելու դրուզների տարածք։ Տեսեք, Սիրիայի 60-62,000 քառակուսի կիլոմետր պատկանում է քրդերին։ Այնտեղից ոչ մեկ զորք չի հանում, դերասանությունը Ամերիկան հանում է եւ այլն։ Կներեք, էլի, հանում է, մինչեւ հիմա չի անես։ 15 տարի է լսում ենք հանում է, հələ որ ոչ մի բան չի անեն։ Էլ չեմ ասում, որ Ֆրանսիան էլ այնտեղ։ Հարավային դրուզների մասը գտնվում է Իսրայելի վերահսկողության ներքո հիմնականում դրուզների այդ պատերազմ գնաց սկսեցին արյունահեղությունը, քանի որ այդ 5000 քառակուսու վրա կարող է լինի դրուզների թեկուզ թեթև տեղական ինքնավարություն Սիրիայի կազմում, միջազգային զորքեր մտցնել, ինձ թվում է շուտով հենց դրան վարկյանական կարձագանքեն ու կմտնի զորքեր։ Սա էսպես։ Այսինքն լինում է Սիրիան, Թուրքիան եկել են ինչ պատրվակով, ինչ լոզունգով եկավ։ Սիրիան միասին պետք է լինի եւ ժողովուրդը խաղաղ ապրեն։ Պարզվում է Լաթաքիո Տարտուսը 5000 քառակուսի ծովից զրկում են իշխանությանը, ներքևում 5-6000 քառակուսի դրուզներինն է, 62000 քառակուսի դա քրդերինն է, հա, եւ եւս մի 1000 քառակուսի էլ կրկին անգամ Իսրայելն է գրավել բացի Հոլանի բարձունքներից։ Ինչքան եղավ այդ բոլոր իրար հետ մոտավորապես 70-75000 քառակուսի, հա։ Այդ դրա միացյալ Սիրիան ո՞րն է, էս էլ գցեցին ոտներին Էրդողանին։ Դուք տակից չեք ելնում, հասկանում եք, տակից չի դուրս գալիս։ Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանից եկած լուրերին, միայն Ադրբեջանից բողոքում են ժողովուրդը, որ 1-5, 1-7 թանգանում է ամեն ինչ, ու դեմը չեն կարողանում առնել։ Սկսած էլեկտրոէներգիայից, որի հիմնական արտադրողը Ադրբեջանն է։ Հիմա անցնենք պատմական լուրերին, հարգելիներս, ես այսօր կներկայացնեմ Աշոտ Մսակեր Բագրատունուն, որը համարվում է հայոց առաջի Բագրատունի թագավոր, ինչի, քանի որ նա միայնակ է կառավարել ամբողջը ըստ ասորի պատմիչի։ Ուրեմն Սմբատ Բագրատունու որդիները Աշոտը թագավորել է 804-ից մինչև 826 թվականը, ուրեմն Աշոտ Բագրատունին ինչով աշկինք է, Տայքի Բագրատունիներն են իրանք, նա գալով իշխանության Կամսարականների եւ Մամիկոնյանների թուլացումից հետո վերցնում է նրանցից փողով գնում է Շիրակը, հա, եւ մնացած մի երկու եւս կենտրոնական այրարատ է եւ կենտրոնական մի քանի գավառ։ Իսկ մայրաքաղաքը Դարույնքից, որը այսօրվա դրությամբ շատ մարդիկ չգիտեն, ես ուզում եմ միշտ հայկական անուններով այսօր եք ասենք, Դարույնքը դա Բայազետն է,
Դարույնքից մայրաքաղաքը փոխում է դեպի Բագարան։ Իմիջիալոց զարմանալի պատմություն ասեմ, որ սա ինադու գծված, հատուկ գծված ծրագիր է, որոնց մեր Հայաստանը ռեզերվացիա է սարքել։ Հայաստանի մայրաքաղաքների մեծ մասը գտնվում է Արևմտյան Հայաստանում, նույնիսկ Հայաստանի սահմանից ամենամոտիկը 800 մետր գտնվում է հենց անին, 800 մետր, որը Լենինին աղաչում էին չտվեց։ Ուրեմն Բագարանը գտնվում է Հայաստանի սահմանին, Շիրակավանը գտնվում է Հայաստանի սահմանին, Վանանդը Կարսը գտնվում է Հայաստանից մի քանի կիլոմետր հեռու, Երվանդաշատը գտնվում է Հայաստանի սահմանին, Վանտուշպան, գիտենք Վանն ամեր, պարզ է։ Ուրեմն մայրաքաղաքը որ բերում է, իմիջիալոց 4 մայրաքաղաք են փոխել 160 տարվա մեջ Բագրատունիները, Վանանդը, Կարսը, Շիրակավանը, Անին եւ Բագարանը։ Այսպես է ստացվել պատմության մեջ։ Եվ որպես լինելով լավ ստրատեգ, նա կարողանում է համագործակցել արծրունեների ընտանիքի հետ, Վասպուրականի, քանի որ ես ասել եմ, եվրոպական պատմության մեջ Վասպուրականը առանձնակի դեր են տալիս, որպես հայկական թագավորություն, ինչի, քանի որ Վասպուրականի թագը ճանաչել են ավելի շատ երկրներ այդ ժամանակվա։ Եվ Վասպուրականի թագաժարը իր աղջկան կնություն է տալիս Վասպուրականից Համազած Պարզրունուն եւ իր եղբորը տալիս է որպես հայոց սպառապետ։ Բացի դրանից նաեւ ինքը մասնակցում է արաբ մի քանի ցեղերի դեմ պատերազմին, փոքր պետությունների, չէ՞ որ Հայաստանը բաժանված էր, արաբական կայսրությունը կար, բայց մեջը ամեն մեկը արդեն կործանվում էր, իշխանություններ էր բաժանված։ Ջաֆարյանների դեմ եւ ութմանիկների դեմ։ Իմիջիալոց արաբները միակ ազգն էին, որոնք գալով Հայաստան հիմնական սկսեցին ապրել։ Ասենք ութմանիկները, ընդունենք Արջեշի արաբները, ճիշտ է, մի մասը քրիստոնյա են, բայց կապ չունի, կայսիկյանները եւ այլն սկսեցին ապրել Հայաստանում։ Եվ նրանց դեմ միշտ հայերը պայքար են մղել, ինչի, քանի որ ինչքան է քրիստոնյային թե մամեդական, ցանկացած կռվի ժամանակ արաբները կարողանում էին իրենց եղբայրներին օգնել։ Այդ այն ժամանակ էր։ Դրա համար հայկական թագավորությունը Գագիկ առաջինի ժամանակ բոլոր արաբական այդ փոքր-մոքր քաղաք, պետություն, մեծ պետություններին ենթարկեց իրեն։ Մենք հիանալի ունենք նաև Աշոտ Մսակերի մասին պատմություն, որ նա միացնում է հայոց հողերին Աշոտը, Տաշիրը, Մոկը, Տարոնը եւ մի շարք այլ գավառներ, ստեղծելով առաջին Բագրատունյաց պետության հիմքը։ Իսկ ինչի են նրա Մսակերը ասել, ինձ թվում է, որ այսօր այդ անվան տակ բոլորս ենք 90% Հայաստանի, ես որ հաստատ Աշոտ Մսակերն ասել, որովհետև ինքը կյանքում պաշտ չի պահել։ Դրա համար էլ անունը դրել են ածականը Մսակեր։ Ահա այսպիսի հիանալի մարդ, առաջին թագավոր եւ ղեկավար Բագրատունիների հիմքը դրող ենք ունեցել մենք, որից հետո սկսեց շարունակվել Բագրատունյանց թագավորությունը եւ տևեց մինչեւ 1042 թվականը, մինչեւ Գագիկ երկրորդ Բագրատունուն ուղղակի խաբելով Տարան Բյուզանդիա, հետագայում այս մասին պատմել եմ ամրոցում կարդինալ ամրոցի, բարձրաբերձ ամրոցի Պիզու եւ բարձրաբերձ տարավ ամրոցի կարդինալը նրան բրդեց ներքև, հրեց ներքև կրակների մեջ, իհարկե հետագայում այս մասին պատմել եմ, Ռուբենը վրեժը հանեց նույն օրը նույն ժամին եւ ստեղծեց Կիլիկիայի հայկական պետությունը։ Հարգելիներս, այսքանով ավարտում եմ այսօրվա հաղորդումը, մաղթում եմ ձեզ լավ օր, քանի որ այսօր տոնական օր է, փորձեք մի փոքր, ինչ ասեմ, քաղաքականությունից դուրս գալ, չնայած մեր երկիրը նենց են անում, որ անընդհատ ժողովրդավարության մեջ մնա, բայց փորձեք մի փոքր դուրս գալ ու փորձեք մեկը մյուսի հանդեպ մի փոքր ավելի հանդուրժող լինել, քանի որ այսօրվա դրությամբ, եթե այսպես շարունակում են հատուկ ժողովրդին իրար դեմ անել, ազատ ցույցին մի հատ լրբի տղու բերում են, որ տեղանող հայուի, սա դուրս է գալիս, որ ես այն ինչ որ ասում եմ Երևանում պատրաստում եմ Բարդուղիմոսյան գիշեր հատուկ նրա համար, որ արյունով գնա կամ արյունով կա, հայ արյունը մեզ պետք չի դուրս գա։ Պարզ է։ Եվ աշխատեք մի քիչ մտածել եւ հասկանալ ինչ է կատարվում աշխարհում, դա միայն մեր մոտ չէ, դա աշխարհի բոլոր մասերում է։ Եվ բերեք միասին առ երկինք ուղարկենք մեր աղոթքը, որ իրականանա, քանի որ մենք հայ ենք, իսկ ով հայ է, նա Աստծո մասնիկը կրում է իր մեջ, իսկ ով Աստծո մասնիկը կրում է իր մեջ, բայց ծախվում է ցանկացած տեղ, հակառակ
իր ազգի ներկայացուցիչ, պարտադիր չի գնա դավաճանություն անես ենք Ադրբեջանի։ Դու քո, ասենք, աշխատողին քցում փող չես տալի։ Դու արդեն վերածվում ես, ինչը վերածում ես գումարի ու խապկանքի, դու արդեն դադարում ես հայ լինելու ու Աստծո այդ մասնիկը քո մեջ մարում է։ Պարզ է։ Դրա համար հայ լինելը դա պատասխանատվություն է։ Դրա համար Աստված թող արժանի պատժի հայ ազգի ներքին ու արտաքին թշնամիներին, Աստված թող արժանի պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, հաջորդ տարին Նախիջևանում, հաջորդ տարին Գանձակում, հաջորդ տարին Բագարանում, հաջորդ տարին Մուշում, Վանում, Դարույնքում, Կարինում, Կիլիկիայում, Անգորայում եւ Պոլսում։ Ամեն։